Շնորհակալություն։ Ես երկու հարց ունեմ։ Առաջինը, որ մենք ավելցուկ ենք ունենում գիշերները ատոմակայանի աշխատանքի արդյունքում, ինչ կարգի պետական ծրագրեր ունենք, նախագծեր ունենք, որպեսզի կարողանանք այդ ավելցուկը օգտագործենք մրցունակ արտադրության, մրցունակ ապրանքների, մրցունակ կազմակերպություններ ունենալու, ստեղծելու, ճանապարհ բացելու համար։ Սա առաջինը։ Երկրորդը, երբ որ դուք ասում եք շուկայից ձեռք են բերում, գինը ավելի բարձր է, քան պետությունը, երբ որ պարտավորություն է վերցնում։ Բայց դեպքում մեր ատոմակայանը ամենամեծ արտադրողն է, ինչի ինքը շուկա չի մտնում, որպեսզի դուք այդ բարձր ասելով ինչ եք ուզում ասեք, բարձր ասելով նշանակում է մենք քանդում ենք ամբողջ տնտեսությունը, ոչ մրցունակ ենք դարձնում։ Այդ բարձրի գնահատականը ճիշտ տվեք, որ մենք հասկանանք այդ որ բարձրի մասին է խոսքը, արդյոք այդ բարձր լինելով մենք մրցունակ ենք, թե մրցունակ չենք։ Այս մասին եմ ուզում, որ դուք երկու մասն էլ ասեք, շնորհակալություն։ Շատ լավ։ Երկրորդ հարցից սկսեմ, ուրեմն ատոմակայանը իր արտադրանքը շուկայական իրականության մեջ վաճառում է կարգավորվող սակագներով ուղիղ պայմանագրերի հատվածում։ Շուկան 3 հատվածից է բաղկացած, ատոմակայանը այդ մոդուլի մեջ է իր էլեկտրաէներգիան վաճառում եւ ատոմակայանին շուկայի կանոններով տրված է իրավունք, որ իր էլեկտրաէներգիայի մոտ 5-ից 10%-ը վաճառի նաեւ մրցակցային հատվածում։ Ատոմակայանի բացառապես կարգավորվող սակագներով ուղիղ պայմանագրերի հատվածում մենք տեղադրել ենք, որպեսզի ատոմակայանը ամենաէժան էլեկտրաէներգիա սակագին ունեցող հատվածն է, այդ մասից իր արտադրանքը պետք է համամասնորեն բաշխվի բոլոր սպառողներին, այդ թվում նաև կենցաղային սպառողներին։ Մենք չենք կարող անմիջապես ամբողջությամբ ատոմակայանը հանել ազատ շուկա եւ ինքը այնտեղ ասենք փորձի ավելի թանկ գնով էլեկտրաէներգիան վաճառել, իսկ արդեն կենցաղային սպառողը ստիպված լինի մեծ սակագնի բեռի տակ ընկնելու։ Ամբողջ նպատակը առաջին հերթին դա է, բայց մյուս կողմից ատոմակայանի այդ 10% զորության մասը իրավունք է տրված վաճառելու օր առաջ շուկայում, որտեղ որ արդեն ըստ պահանջարկի է գները ձևավորվում եւ օր առաջ շուկայում ի սկզբանե ուզում եմ տարբերենք երկու կարևոր հանգամանք, երկու կարևոր երևույթ՝ մեծածախ շուկա եւ մանրածախ շուկա։ Այն ինչ մենք հիմա քննարկում ենք, վերաբերվում է բացառապես մեծածախ շուկայի ներկայացուցիչներին եւ մեծածախ շուկայի համար է, որ երբ որ ասում եմ կարող են ավելի թանկ գնով էլեկտրաէներգիա վաճառել, իրենց հաստատված սակագնի համեմատ իրենք կարող են այդ մրցակցային հատվածում թանկ գնով վաճառել։ Խոսքը դրա մասն է, պարոն Սուքասյան։ Արձագանք։ Գիտեք ինչ, ես կարծում եմ հետո ձեզ հետ պետք է խոսեմ, բայց մենք պետք է ճիշտ հասկանանք։ Պետք է այնպես չլինի, որ գինը բարձրանա։ Մեզ պետք է գինը այնպես լինի, որ շատերը օգտվեն եւ դառնան մրցունակ։ Սա առաջինն է։ Երկրորդը, մենք հիմիկվանից պետք է մտածենք ոնց անենք մարտկոցներ ունենանք, գիշերային ժամերին այդ մարտկոցները վերցնեն, ցերեկային ժամերին բաց թողնեն էլեկտրաէներգիան եւ պետք է հասկանանք դա մեզ ինչքան օգուտ կտա։ Վերջինաշնորհ էլեկտրաէներգիայի ավելցուկ ունենք։ Շնորհակալություն։ Այո, պարոն Սուքասյան, հատկապես արևային էլեկտրակայանների մասով մենք ներկա պահին արդեն իսկ էլեկտրական եւ էներգետիկական ռեժիմները վարելու լուրջ խնդիրներ ունենք, որովհետեւ եթե թվերով խոսեմ, մինչեւ ազգային ժողով գալը այսօր 720 մեգավատ արևային կայաններն էին արտադրում, արդյունաբերական եւ տանիքների արևները, եւ այդ պահին հանրապետության սպառման պահանջարկը 680 մեգավատ էր։ Որպեսզի պատկերացնեք ինչ թվաբանություն է տեղի ունենում եւ կարգավորման միակ գործիքը այս պահին, որ ունենք ձեռքի տակ, դա Իրան-Հայաստան օդային գիծն է, որի թողունակությունը 330 մեգավատ է։ Դրանից ավել չենք կարող այդ գիծը ծանրաբեռնել։ Մինչ ակումուլյացիոն կայանների իրականացումը առաջնահերթ լուծում եմ համարում այս իրավիճակի նոր Իրան-Հայաստան օդային գծի շինարարությունը ավարտին րոպե առաջ հասցնել,
որից հետո մենք կունենանք եւս մոտ ամբողջությամբ գիծը ավարտելու դեպքում 1000 մեգավատից ավել թողունակություն եւ այդ արևների ցերեկվա ժամերի ավել արտադրանքը այս միջոցով հնարավոր կլինի մղել դեպի Իրան, մինչև ակումուլյացիոն կայանների օրենսդրական դաշտը կմշակենք, մինչև գործարար միջավայրը կներգրավի դրա մեջ եւ այդ հարցը կկարգավորվի ավելի ճկուն։ Գառնիկ Դանիելյան։ Պարոն Մեսրոպյան, Լսում եմ։